Եկեղեցու թեմային, հա, անցնենք, ինչ տեղի ունեցավ, մենք տեսնում ենք, որ օկուպացիան շարունակվում է, բառից բուն իմաստով, Օհանավանքի շարունակվում է, այնտեղ էլ օկուպացրել են եւ թույլ չեն տալիս, որ հոգեվորականները մտնեն արարողություններ տեղի ունենան, նույն բանը եղավ 3 Մասիսում, գիտեք, որ բերել էին, ես քիչ առաջ էլ ասացի, որ ինքը Նիկոլը Սերժ Սարգսյանին էր ասում, դուք իրավիճակին չեք տիրապետում, հիմա Նիկոլին եմ այս խոսքերն ուղղել, որ ինքը իրավիճակին չի տիրապետում, այն սկզբում որ գնում էր, հիշում եք Տիկին Զորաբյան, ինչ որ ԿՊԱ-ականներ էին գնում, իբր թե աջակիցներ, հիմա դա էլ չկա, միայն բերովի մարդիկ են, մարդիկ կոնկրետ ասում երեք ինձ վիրահատել են, եւ ասել են որ աշխատող եմ, ինձ ասել եմ պիտի գնաս, դες էլ առաջ անգամ սենց եկել եմ, պիտի գամ կանգնեմ, չգիտեմ, են մյուս էլ ասում այս Վեդի Ալկոյի աշխատակիցներ են, պիտի գանք այստեղ այսինքն ինքը մնացել է այն փողոցից բերած սարերից իջած պարետների իրավապահ ուժերի բանի հույսին, որ մի գլուխ փող է տալիս։ Մեկ էլ էս բերովի մարդկանց, որ գա օկուպացիա, ուրիշ մարդ չունի ինքը։ Գիտեք, այնքան ցավալի էր տեսարանը, այդ Վեդի Ալկոյի այդ Մանվել Ղազարյան, ես կարծում եմ քեզ էլ մի օր հերթը հասնելու, հետ որ այդ աշխատակիցներին ստիպել ես նայում էին կանայք ամաչելով, այս են ձեռքերը, ասեն ձեռքով մեկը գլուխը պահել է, մեկը այս վառատնիկն է բարձրացրել, մուշտակի տակ թաքնվել է, որ չտենան, չֆիքսեն կամերաները, գիտեք, ես չեմ ուզում այդ մարդկանց մեղադրեմ, այդ մարդիկ մի կտոր հացի, ես հասկանում եմ, որ հիմա շատերը կասեն, բայց դա արդարացում չի, բայց եկեք մարդկանց չմեղադրենք, մարդկանց սպառնացել են, ինչպես այդ հիվանդանոցից վիրահատված մարդուն կոմունալի աշխատողին կարերը քանդացել, քոթեն հենց էլ կարերը վրա բերել էին, որ մասնակցեին, ես չեմ մեղադրում այդ մարդկանց, փաստորեն այդ մարդիկ այնքան այլևս վրդովված էին, որ բաց տեքստով ասեցին, հա, ասել են պտի գաք, որ չգաք, լավ չի լինի։ Նիկոլ, այն որ ասում է իր իրավիճակին Սերժին չես տիրապետում, Նիկոլ, հավատա ինձ, ես սա քեզ շատ մարդ չի ասի, ես որպես քեզ հետ, հա, հին բարեկամ, 10 տարի աշխատած մարդ ասում եմ, Նիկոլ, մի հավատա, դու բացարձակ իրավիճակին չես տիրապետում։